այս խաղաղության օրակարգի իրատեսությանը հավատում եք։ Դրան հակակշռվում է վախի օրակարգը, թույլ տվեք ասեմ, որովհետև անդադար ձեզ խելոք պահեք, երկու տարբերակ են առաջարկում, ձեզ խելոք պահեք Նիկոլը կկալանավորի, որտեղ հաստատ մի հոգի ցուցմունք ոստիկանի մակարդակի ցուցմունք տվող ձեր նկատմամբ կգտնվի, կամ ձեզ խելոք պահեք, թե չէ Ալիևը կհարձակվի։ Այդ ուրախությունը, ցնծությունը, թե Ադրբեջանով ցորեն է եկել, այսինքն մենք չենք հիշում, որ Արցախը օկուպացրած պետական պատերազմական հանցագործություններ իրականացնող Ալիևը պետական մակարդակով ինչ էր հայտարարում, ասում էր, որ Արցախի ճանապարհները փակել է, Արցախը թողել է շրջափակման մեջ, որտեղ այդ մարդը մտածում, որ ինքը պետք է հակաահաբեկչական գործողություն անի։ Ես ձեզ հիշեցնեմ, ինչ արեց հակաահաբեկչական գործողությունից 1-2 շաբաթ առաջ, ցորեն ուտելիք ուղարկեց։ Բայց այսինքն մենք չենք հասկանում, որ այս նույն իրավիճակի մեջ ենք հայտնվելու։ ՔՊԱԿ-ին իհարկե սա ձեռ է տալիս, Նիկոլին իհարկե սա ձեռ է տալիս, որ մեր հացը եւ ջուրը անգամ հայ ժողովրդի կախված լինի Ալիևի եւ Էրդողանի բարեհաճությունից։ Սա է իրանց նպատակը կամ տրամադրվածությունը։ Այսինքն որևէ մեկը մտածում է, որ Ալիևը երբ որ ցորեն է ստեղ ուղարկում, տրամաբանական չի, որ ինքը մի 2-3 ամիս հետո այդ ցորենը չի ուղարկելու։ Այսինքն մենք պիտի մնանք այս մակարդակին, մենք պիտի մնանք այս Ալիևի եւ Էրդողանի պատերազմական հանցագործների եւ ցեղասպանի հույսին, հա, Նիկոլը իրանց հույսին է, Նիկոլը իրանց հույսով եկել է իշխանության, իրենց հույսով եւ իրենց տարածած վախով հայ ժողովրդի վրա, հիմա շարունակում է պահել այստեղ իշխանությունը, աթոռը պահել բռնազավթած։ Ամիսներ շարունակ, եթե ոչ տարիներ, ասում ենք, որ չկա խաղաղության օրակարգ, ասում ենք, որ դելիմիտացիայի, դեմարկացիայի, այսինքն սահմանազատման, սահմանագծման խնդիր չունի այսօր Հայաստանի քաղաքական դաշտը եւ այսօր Հայաստանի Հանրապետության առաջնային խնդիրներից չի դա։ Խնդիրը շատ պարզ է, Հայաստանը գցել շրջափակման մեջ, Հայաստանի կախվածությունը Էրդողանից եւ Ալիևից մեծացնել, որովհետեւ Հայաստանը ինչքան որ ավելի կախված է Ադրբեջանի եւ Թուրքիայի կամ արտահայտությունից, այդքան Նիկոլը ավելի մեծ հավանականություն ունի այստեղ շարունակել մնալ իշխանությունը զավթած պահել, շարունակել մնալ այդ վարչապետի աթոռին։ Այս դատարանը, հիմա այստեղ կատարվողը, Հայաստանի փողոցներում կատարվող այդ բեսպրիդելը, սրբազանների կալանավորումը, բարերարի կալանավորումը, իրավական պրոցեսները աբսուրդի հասցնելը, Գյումրում անչափահասներին կալանավորելը, կին քաղբանտարկյալի առկայությունը, այս ամեն ինչը այդ մի շղթայի մեջ է, հայերին գցել կախվածության մեջ, զրկել բոլոր տեսակի իմունիտետի դրսևորումներից, հիշողությունից անգամ, որ